Գյումրիում կարծես թե որոշակի առումով մարվեցին հետընտրական կրքերը, ԿՓ-ն Գյումրիում պարտվեց, չունի քաղաքապետ, ընդդիմությունը հաղթեց, եւ վերջին օրերին ԿՓ տեխնացու Սարիկ Մինասյանը բավականին հետաքրքիր մի գրառում էր կատարել, նշելով, որ իբրև թե առկա է ճգնաժամ եւ ելքը Գյումրիում նոր արտահերթ ընտրություններն են։ Դրան զուգահեռ հետաքրքիր իրադարձություններ են նաեւ ազգային ժողովում։ Ազգակործության պատվասը ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ նոր սահմանադրությունը իր կարծիքով չպետք է ներառի անկախության հռչակագրի դրույթները։ Թեմայի վերաբերյալ ես զրուցել եմ Պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի համահիմնադիր, սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ։ Բարև Տիկին Մելոյան։ Բարև։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Սկսենք Գյումրիից։ Դուք բավականին ակտիվ եք Գյումրիում թե ընտրական օրը եւ թե հետընտրական իրադարձությունների համատեքստում ձեր վերլուծություններով Սարիկ Մինասյանի այդ գրառումը իրավական առումով ինչ կարող է նշանակել, հա? Նախ շնորհակալ եմ հրավերի համար ու շնորհակալ եմ գնահատանքի համար։ Սարիկ Մինասյանի գրառումը ոչ մի իրավական նշանակություն չունի եւ իրավական ոչ մի հետևանք չունի, ընդամենը զավեշտի աստիճանի է եւ թե իրավական պետության, թե ժողովրդավարության տարերից ելնելով, որովհետեւ Սարիկ Մինասյանը ուղղակի ընտրություններին մասնակցող տեխնացու չէր։ Սարիկ Մինասյանը իշխող ուժի քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ ցուցակը գլխավորող տեխնացուն էր։ Ես հնարավորություն եմ ունեցել մասնակցելու Գյումրու ավականու ընտրությունների ոչ միայն հենց բուն քվեարկության օրը, այլև հետևել եմ հենց բուն քարոզչության ընթացքում եւ դա իրականացրել եմ դիտորդական առաքելության համատեքստում։ Առավել զավեշտալի է նման հայտարարություն անել այն դեպքում, երբ ողջ process-ում ընտրական գործընթացի բազմակի խախտումներ են արձանագրվել, ու այդ խախտումները առավելապես դրսևորվել են վարչական ռեսուրսի չարաշահմամբ եւ ձերբակալություններով նաեւ։ Եթե կհիշեք, հենց մեկնարկից process-ի ընտրական գործընթացի գրեթե բոլոր տեխնացուները ընդդիմադիր ովքեր սոցիալական հարցումների արդյունքներում որոշակի բարձր վարկանիշներ ունեն, ենթարկվել են տարբեր հետապնդումների։ Սկսվեց process-ը հենց Վարդան Ղուկասյանի եւ իր աջակցի թիմակցին բերման ենթարկելով ու զուտ բերման ենթարկելով չսահմանափակվեցին, բերման ենթարկելու կրկին իրավական կանոնները համաչափության խախտվեցին, մարդիկ բիրտ ուժի կիրարկմամբ էին բերման ենթարկվել։ Դրանից հետո մեկ այլ տեխնացու Ռուբեն Մխիթարյանը հրավիրվեց հենց քարոզչության բուն ընթացքում Երևան քննչական կոմիտե շատ ոչ առնչելի, հա, հաղորդական իրավունքի հետ կապված գործով, որի հետ հարցերը իրավական վաղուց լուծված էին, պարզվեց։ Դրանից հետո հենց ընտրություններից երրորդյա ժամկետում 3 օր առաջ, երբ հենց այդ օրը պետք է լիներ բանավեճը հանրային հեռուստաընկերությունում, երկու ընդդիմադիր դաշինքներում օպերատիվ քննչական մեծածավալ աշխատանք իրականացվեցին։ Արդյունքում երևի թե Հայաստանի պատմության մեջ նախադեպ դրվագ արձանագրվեց, երբ դաշինքներից մեկի մեր հզոր համայնք կներեք, մեր քաղաքը դաշինքի Մարտուն Գրիգորյանի մերձավոր ազգականները թե հայրը, թե որդին ձերբակալվեցին։ Կարծում եմ, երբևիցե ընտրական գործընթացներում Հայաստանի Հանրապետության ամենայն դեպս ինձ հայտնի չէ, որ այդպես ներխուժեն ընտանիք ու ճնշումը այն էլ ցուցակը գլխավորող տեխնացուի նկատմամբ մերձավոր ազգականների ձերբակալմամբ դրսևորվի։ Բոլշևիկյան մեթոդաբանություններն են տեսակ։ Ավտորիտար ռեժիմին ուղակի հարիր ու մյուս տեխնացուի դեպքում էլ, հա, բերման ենթարկվեցին կրկին խուզարկություն, մյուս մեր Հայաստան դաշինքի շրջանակներում խուզարկություն իրականացվեց տեխնացուներից մեկի տանը, կրկին բերման ենթարկվեցին տեխնացուներ, ասեմ ավելին դրանցից մեկը մանկահասակ երեխայի մայր էր, կին, ում փաստաբանին թույլ չէին տվել հարցաքննության ժամանակ մտնելու ներկա գտնվելու, այսինքն տեսեք, բնավ քավլիցի մենք որևէ մեկս դեմ չենք, որ իրավապահ մարմինները, եթե ունեն օպերատիվ տեղեկատվություն կամ արկա է հանցագործության հատկանիշներ, հա, կամ տեղեկատվություն հանցագործության մասին, իրականացնեն, բայց անաչառ օբյեկտիվ լրիվ քննություն։
ակնհայտ է, հա, որ այս բոլոր դրվագներում քննության անաչառությունը, օբյեկտիվությունը ու կարևորագույնը համաչափության տարրերը բացակայում են։ Այսինքն դրանք այն միջոցով են իրականացվում, որ տեխնացուների նախընտրական քարոզչության շրջանակներում հավասար պայմանները էականորեն խախտում են։ Այն էլ սրան գալիս էր իլերումն այն տեղեկատվությունը շրջանառվող, որը հրապարակվեց ԶԼՄ-ներով, որ տեխնացուի ազգակցականը Ազգային անվտանգության ծառայության Գյումրու ստորաբաժանման ղեկավարն է, երբ պարբերաբար ահազանգեր ենք ստացնում քաղաքացիներից, ովքեր աջակցում են այս կամ այն ընդդիմադիր ուժերին, որին իրենց հրավիրում են ոստիկանության բաժանմունքներ եւ զրույցներ են ունենում, այսինքն էլի կրկին, հա, ուղղակի ճնշում գործադրելով, ամփոփելով խոսքս, հենց բուն քվեարկության օրնել, հա, մեր կողմից գրանցելով բազմակի խախտումները, հատկապես վարչական ռեսուրսի կիրարկման միջոցով, գալիս ենք եզրակացնելու, որ ուզավեշտ իրավունք ունենք անվանենք նման հայտարարությունը, որովհետև սա զուտ տեխնացու չէր։ Սա իշխանության ներկայացուցչի կողմից հայտարարություն է, այն իշխանության ներկայացուցչի, ով այդքան ռեսուրսի կիրառման արդյունքում շուրջ 30% կողմձայն է ստացել, ընտրություններին 47,000-ից ավել քաղաքացի էր անձեր ընտրական իրավունք ունեցող Գյումրիում մասնակցել, իրենք այդ 47,000-ի մոտ 30%-ն են կողմ ստացել։ Երբ դու 30% կողմձայների արդյունքում, այն էլ երբ ողջ վարչական լծակներն ու ռեսուրսը ի օգուտ քեզ է աշխատել ու շահարկվել, ու այդ պարագայում դու մի կողմից ընտրության արդյունքը կասկածի տակ ես դնում եւ մյուս կողմից էլ ուզում ես արտահերթ ընտրության, դա մեծ քայլ է ու նահանջ է ժողովրդավարությունից, որովհետև ակնհայտ է, ու սա իմ գնահատմամբ նաև իշխանության համապարփակ մոտեցումն է մեր ժողովրդի ձայնին, եթե այսինքն անձը իրենց չի ընտրում, այդ ձայնը լսելի ու ընդունելի չէ իրենց համար։ Սա է ուղերձը։ Բայց բարեբախտաբար մենք ունեցանք բարեհաջող ավականունիստ, ինչու իրենց հայտարարությունը որևէ իրավական հետևանք չուներ, որովհետև որպեսզի ընտրվի համայնքի ղեկավարը, իսկ ավականուն առաջի անդրանիկ նիստին ընտրվում է համայնքի ղեկավարը, երկու նախապայմաններ պետք, մեկը, որ տվյալ նիստը իրավազոր լինի, իսկ իրավազորության համար պետք էր ավականու անդամների կեսից ավելի ներկայությունը, Գյումրու ավականին կազմված է 33 անդամից եւ ընդդիմադիր ուժերը միասնաբար ունեն 19 մանդատ։ Այսինքն այդ կեսից ավելի 50+ պահանջը բավարարված է։ Որպեսզի ընտրվեր համայնքի ղեկավարը, պետք է կրկին մեծամասնությունը մեկ տեխնացուի կողմ քվեարկեն, ինչին եւս ականատես եղանք։ Հետևաբար իրենց բոյկոտումը ավականունիստերի որևէ իրավական հետևանք կամ ոչ իրավաչափ միջավայր ճգնաժամային չեն ստեղծում։ Հենց սրա մասին էի ցանկանում խոսել, իմ մոտ տպավորությունն էր, որ Սարիկ Մինասյանը իր գրառումով հայտարարեց, այսպես ասած, սաբոտաժի մեկնարկի մասին, եւ ինչպես դուք նշեցիք, բարեբախտաբար դա չի աշխատելու։ Ընդհանուր առմամբ դուք ինչպես կգնահատեք Գյումրու ընտրությունները եւ տեսեք, մենք ունենք նախադեպեր, որ համայնքապետը ընտրվում ընդդիմադիր տեխնացում, բայց հետագայում օրինակ Մամիկոն Ասլանյանը ինչպես հայտնում է բանդախցում շինծու քրեական գործով եւ արդյոք կանխատեսելի է, որ այս պարագայում եւս վարչախումբը կգնա նմանատիպ մեթոդաբանության։ Ես լիահույս եմ, որ իրենք կմնան օրենքի շրջանակներում ու իրենց մեծահոգությանը չեմ ապավինում, կարծում եմ նման որոշման պատճառաբանություն նախ այն էր, որ իրենք տեսան երկու ստեկ միայն Գյումրիում, հա, մարտի 31-ին չէին կայանում ընտրությունները, այդ օրը նաև Փարաքարում կայացան ընտրություններ, այնտեղի տեխնացուն էլ բացարձակ մեծամասնությամբ հաղթանակ տարան, ջախջախիչ հաղթանակ էր, որ անգամ կոալիցիոն համագործակցության խնդիր չունի տվյալ տեխնացուն, այս պարագայում իրենց հասու դարձավ ժողովրդի կամքն ու ձայնը, սա ուղերձ էր իշխող իշխանությանը, որ ժողովուրդը ոչ թե ինչ որ մեկ տեխնացուի գնաց ընտրեց, չնայած Փարաքարում հենց մեկ տեխնացուի հաղթանակ ենք տոնում, այլ իշխանությունը ժողովուրդը մերժեց իրենց։
Սա հստակ ուղերձ է ու ես կարծում եմ իրենք հասկանում են, որ ապօրինի միջամտությունները կարող են կրքերը բավականին լարել, որովհետև տեղում օրերի ընթացքում գյումրեցիների հետ օրինակ շփվել եմ ու մարդիկ ծայրաստիճան ոչ հավան էին մոտենում այդ միջամտություններին։ Այնտեղ համայնքը այնպիսին է, բոլորին ճանաչում են, օրինակ սկսած իրավապահ մարմիններից, հա, մարդիկ անվանական իրենց այդ բակային տարածքներում ծառայություն իրականացնողները գիտեին բոլոր քաղաքացիներին, բոլորի խնդիրները, հնարավորությունները, կապերը եւ այլն։ Այնտեղ շրջանառվում են մի շարք տեղեկատվություններ հենց իշխող ուժի կողմից այլ ապօրինությունների, որոնք քանի որ հավաստող ապացույցներ չունեցա, չստացա, այդպես էլ չհրապարակվեցին, հա, տարբեր կրկին միջամտությունների, գումար բաժանելու տեսքով, ցուցակագրումների տեսքով եւ այլն, բայց գալիս ենք հանգրվանելու են իրավիճակի, որ նախ իմ կարծիքով հանրային ուշադրությունը ու հենց նաև մի շարք տեխնատուների մասնակցության միջոցով, որոնք նախորդիվ քաղաքական process-ների մաս չէին կազմել, բավականին բարձր էր ու ըստ էության Գյումրու ընտրությունները համապետական ընտրության ձևաչափ էին ստացել իրենց հանրային ընկալունակությամբ եւ հանրային բարձրաձայնմամբ Եվ երկրորդն էլ հենց այս հանրային ուշադրությունը սևեռած, այդ թվում նաև միջազգային կառույցների կողմից կարծում եմ, բավականին զսպող դեր ունեցավ այլ ապօրինի միջամտությունների տեսանկյունից ու նաև երրորդ հանգամանքը կա, ես կարծում եմ իրենք գնահատել են իրավիճակը եւ գիտակցում են, որ ապօրինի միջամտությունը այս գործընթացներին իրենց համար ավելի բուրըն ու ավելի լայնամասշտաբ ռեակցիա է առաջացնելու, ինչը օրինակ տեղի ունեցավ ընտրություններից 3 օր առաջ երկու դաշինքների նկատմամբ այդ իրավապահ մարմինների ներգրավման գործողությունների արդյունքում։ Այդ օրը մարդիկ ոչ թե վախեցան ու վարանեցին, այլ շատ մարդիկ երկու ու բոլոր ընդդիմադիր տեխնացուների հավաքներին կայացող մեծաքանակ ավելի դարձան։ Անտալիայում տեղնեցավ ամենամյա դիվանագիտական ֆորում, որտեղ մասնակցում էր նաև հայկական պատվիրակությունը եւ տեսեք այս օրերին օրինակ թուրքական կողմը Սեյդար Քլաչի շուրթերով հայտարարեց, որ Հայաստանը փոխելու է իր սահմանադրությունը եւ հայտարարեց, որ Փաշինյանը խոստացել է դա իրականացնել։ Մենք նաև տեսանք պանելային քննարկում Միրզոյանի, Բայրամովի եւ վրացական կողմի մասնակցությամբ, որտեղ հայկական կողմը բավականին կրավորական էր եւ շատ թույլ էր հակադարձումներում, հա, ադրբեջանական կողմի գրողների, ինչպես կգնահատեք տեղի ունեցողը եւ սահմանադրության շուրջ այսօր առկա վիճակը, հա։ Իրականում այդ դիվանագիտական ֆորումը շատ կարևոր էր լսել եւ հետեւել հենց տեղի ունեցող աշխատանքային լեզվով։ Ես ծայրից ծայր նայել եմ ու շատ կարևոր ուղերձներ ինձ համար քաղեցի, ինչպես նաեւ ականջալուր եղա, այսպես կարելի ասել, լսեցի իշխանության մոտեցմանը այդ բանակցային գործընթացին։ Իհարկե հաստատվեցին են մեր պնդումներն ու ընկալումները, որ իշխանությունը անատամ դիվանագիտություն է որդեգրել ու հենց իր անատամության արդյունքում մեր ներկայացուցիչը Հայաստանի արտաքին գործերի նախարարը շատ երկակի իրավիճակներում էր հայտնվում։ Հենց ի սկզբանե իր ելույթում Ադրբեջանի ներկայացուցիչ Բայրամովը ասաց, որ դեպի լուծում ու կնքում ստորագրում այդ այսպես կոչված խաղաղության պայմանագրի դեռ իրենք նախապայմաններ ունեն, դա Մինսկի համախմբի լուծարման հարցն է վերջնական եւ ինչպես նաեւ հասկացանք իրենք ինչ որ նոր խորհրդակցական մարմնի նախատեսում են նոր խորհրդակցական մարմնի ձևավորում, այս խաղաղության պայմանագրի կնքման ու դրանից հետո հարաբերությունների կարգավորման նպատակով եւ երկրորդ գլխավոր պահանջը իրենց դա Հայաստանի Հանրապետությունում սահմանադրության փոփոխությունն է։ Իհարկե Միրզոյանը փորձեց հակադարձել, բավականին երկար հիմնավորեց, թե ինչու մեր սահմանադրությունը որևէ տարածքային պահանջ իրենց նկատմամբ չի ներկայացնում։ Օրինակ, եթե իրենք ի սկզբանե այս գիծը որդեգրեն, այո, մենք իրավական համայնքս կկիսենք իրենց մոտեցումը ու կաջակցենք հիմնավորումները, որ իրապես մեր Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը չունի տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ։
բայց ինքը անհարմար իրավիճակում էր հայտնվել հենց իրենց հակասական ու անտրամաբանական, դիվանագիտական, իրավական ու քաղաքական ռազմավարության հետևանքով։ Մի կողմից ինքը հակադարձեց, որ մենք չունենք տարածքային պահանջ սահմանադրության մեջ։ Մյուս կողմից հակադարձեց, բա տեսեք, կարող ենք մենք էլ ձեզնից պահանջել, որովհետև ձեր սահմանադրությունը ըստ էության ոնց որ ունի մեր նկատմամբ տարածքային պահանջ։ Երրորդ կողմից ինքը բավականին երկար իրավական հիմնավորումներ ներկայացրեց, հղում կատարեց այդ ոչ չարաբաստիկ տխրահռչակ որակմամբ սահմանադրական դատարանի որոշմանը բացատրելով։ Դա ինչ է իրենց ենթադրում։ Տեսեք, մենք սահմանադրական դատարանի որոշումը պատահական չէր, որ այդպես սուր ընկալեցինք, բացասական առումով սուր, որովհետև բայց հանրությունը կարծես չընկալեց, որովհետև շատ դժվար է իրավական տերմիններով իրականում երբ ոչ մասնագետը կարդում է սահմանադրական դատարանի որոշումը, ինքը բարդ իրավական եզրութաբանություն պարունակող ծանր փաստաթուղթ է ու նորմալ է, որ անգամ իրավական համայնքի ներկայացուցիչները, ովքեր սովոր չեն աշխատելու այդ փաստաթղթերի հետ, խնդիր են ունենում, հա, ընթերցելիս։ Տեսեք, փաստաթուղթը ծայրաստիճան իմ կարծիքով անթույլատրել էր այն տեսանկյունից, որ եթե կհիշեք ու առաջին հայացքից միանգամից ես որակել էի դա որպես իրավական զարտուղի իշխանության կողմից, որովհետև այն ժամանակ ներկայացվեց սահմանադրական դատարանի քննությանը սահմանազատման հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների միջև աշխատակարգը, կհիշեք արդեն, բայց այդ աշխատակարգը հանձնվեց այն բանից հետո, երբ Տավուշում փաստացի դելիմիտացիա ու դեմարկացիա էր իրականացվել եւ Հայաստանի Հանրապետության մաս կազմող գյուղի տարածքը զիջվել էր Ադրբեջանին։ Զուտ իշխող ուժի գնահատողական վարվեցողության հետևանքով։ Դրա հիման վրա այդքան process-ների շուրջ 3 տարի այդ երկու հանձնաժողովները գործում են, արդեն Հայաստանի Հանրապետության երկու մարզերում սահմանազատման գործընթաց էին արել Սյունիքում եւ Տավուշում։ Եվ 3 տարի անց ինչ որ աշխատակարգ է հայտնվում, այդ աշխատակարգն է ժամկետների խախտման, որովհետեւ նախապես պետք է հուլիսի 1-ին ներկայացվեր ու վավերացվեր։ Օգոստոսին ներկայացում է սահմանադրական դատարան ու կարևոր մեխը սահմանադրական դատարանը այդ աշխատակարգին, որի մեջ բավականին խնդրահարույց դրույթներ կային, ընդամենը 5 էջի շրջանակում է անդրադառնում, արտատպելով դրա նորմերը եւ ասելով, որ դա սահմանադրական է։ Մնացած 30 էջի շրջանակում սահմանադրական դատարանը անուղղակի հղում է կատարում մեր անկախության հռչակագրին, որը ուղղակի կապ չուներ այդ փաստաթղթի հետ ու 30 էջի շրջանակում գնահատականներ է տալիս մեր անկախության հռչակագրին։ Վերջում գալով եզրահանգման, որ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման հարցի հետ կապված դրույթը անկախության հռչակագրի իրավական ուժ չունի, անուղղակի գնահատական տալով նաև ցեղասպանության պահանջին, նշելով, որ դա եւս ըստ էության իրավական ուժի ու մեկնաբանման խնդիր ունի եւ իրավական առումով ընկալելի չի։ Այն դեպքում երբ մենք դրանից առաջ 2010 թվականին, եթե կհիշեք հայ-թուրքական սահմանների հետ կապված արձանագրությունների հարց ենք ունեցել, սահմանների բացման օրակարգ ունենք եւ կրկին արձանագրությունները ներկայացվել են սահմանադրական դատարանի քննությանը ու սահմանադրական դատարանը հստակ պահանջ էր սահմանել ու իրավական դիրքորոշում, որ ցեղասպանության ճանաչման հարցը երբևիցե չի կարող քննության առարկա լինել ու գնահատանքի ենթարկվել այդ հարաբերությունների շրջանակում։ Հիմա ինչ է իշխանությունը ասում, իրենք հա, տենց սահմանադրական դատարանը իրավունք ունի չեղարկել նախորդիվ ավելի վաղ ընդունված դիրքորոշումը սահմանադրական դատարանի։ Ընդհանրապես մեր երկրում նորմատիվ իրավական ակտերի մեկնաբանությունը, պրակտիկան այնպիսին է, որ ուժ ունի ավելի վաղ ընդունված իրավական ակտը։ Այս պարագայում բացի այն, որ հենց ինքը այդ սահմանադրական դատարանը հակասություն ուներ նախորդիվ սահմանադրական դատարանի այլ որոշումների հետ, հենց ինքնին նաև ընդդատյա հարցի հետ կապված որոշակիության խնդիր ուներ այն դեպքում, երբ սահմանադրական դատարանը լայն պրակտիկա ունի իրավական որոշակիության տեսանկյունից, եւ երրորդ վերջապես հենց համաշխարհային պատմության եւ իրավունքի տեսանկյունից կարծում եմ դա աննախադեպ է, երբ պետությունը, պետական բարձր դատական մարմինը գնահատանք է տալիս իր հիմնարար փաստաթղթին, անկախության հռչակագրին, անկախության հռչակագրերը որպես կանոն
իրենք իրավական դասական փաստաթղթեր չեն։ Իրենք ըստ էության տվյալ պետության ծննդյան վկայականն են ու անձեռնմխելի են, ու այո, անկախության հռչակագրերում հենց հռչակագրային նորմեր են սահմանում, ու այդ դրանք այն նորմերն են, որոնք տալիս են տվյալ պետության հետագա տեսլականը ու ձևավորման ու զարգացման ուղիները, ինչպես մեր անկախության հռչակագրում, որտեղ մեր հիմնադիր նախահայրերի կողմից հռչակվել էին համազգային նպատակները ու պետականության հիմնարար սկզբունքները։ Ու այս քայլով իրենք տեսեք իմ գնահատմամբ ունենալով խնդիր ու մտավախություն, որ չեն կարողանալու դրական արդյունք ապահովել միանշանակ սահմանադրական հանրաքվեի գնալու ուղով, փորձեցին իրավական զարտուղի մտածել, այսինքն սահմանադրական դատանը տալիս է գնահատական անկախության հռչակագրի Ադրբեջանի համար ոչ ցանկալի դրույթներին, իրենք դա մատուցում են Ադրբեջանին եւ այդ հարցին լուծում են տալիս։ Բայց Ադրբեջանը ասես չէ։ Ու դա ցավալի է, հասկանում եք, մենք ինչպիսի ողբերգական իրավիճակում ենք, որ Ադրբեջանը ավելի ակնածանքով է մեր իրավական ակտերին մոտենում ու ավելի իրավական տրամաբանության մեջ է, քան մեր իսկ իշխանությունները, որովհետև Ադրբեջանը իրականում դասական իրավական մտածողության շրջանակներում է մնում։ Այո, ես կիսում եմ իրենց մոտեցումը այդ տեսանկյունից, որ այս որոշումը չի կարող գնահատական տալ մեր անկախության հռչակագրին, ու ընդհանրապես սահմանադրությունը չի կարելի դարձնել բանակցային գործընթացի առարկա։ Նույն Վենետիկի հանձնաժողովը, որը Եվրոպայի խորհրդի շրջանակներում գործող հեղինակավոր կառույց է իրավունքի գերակայության ապահովման, որը մշտապես հետևում է երկրպետություններում սահմանադրական փոփոխությունների, նոր սահմանադրությունների ընդունման գործընթացներին, ունի բավականին հսկայածավալ բազային պրակտիկա որոշումների տեսքով, եզրակացությունների տեսքով, ու այնտեղ կարմիր թելով անցնում է այն գաղափարը, որ երկրի սահմանադրությունը, սահմանադրական փոփոխությունը չեն կարող լինել քաղաքական նպատակահարմարության առարկա, ու չի կարող քաղաքական իշխանությունը քաղաքական նպատակահարմարությանից ելնելով շահարկել ու փոփոխությունների ենթարկել սահմանադրությունները, հակառակը սահմանադրությունը պետք է թելադրի պետության քաղաքական խաղի կանոնները։ Ասեմ ավելին, միջազգային պայմանագրերի մասին Վիեննայի կոնվենցիա էլ ունենք, որ ընդհանրապես վտանգի սպառնալիքի ներքո ընդունվող փաստաթղթերը անվավեր են։ Այդ տեսանկյունից եւս ակնհայտ է, որ կարելի է որակել, որ իշխանությունները նոր սահմանադրության օրակարգը ու միակ բացատրությունը մինչ այս պահը, որ առկա է դաշտում, նոր սահմանադրություն ընդունումը հիմնավորող, դա թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջատիրությունն է։ Սա էլ մյուս հերթին գալիս է իրավական առումով խոցելի այս process-ը դարձնելու, ամփոփելով գալիս ենք այն եզրահանգման, որ միայն այն իրավիճակը, որ այս իշխանությունները դիվանագիտական ու բանակցային գործընթացում ոչ միայն համաձայնել են, այլև ընդառաջել են, այլև այդ իրավական զարտուղին են ընդունել Ադրբեջանի պահանջը բավարարելու տեսանկյունից, իրենք իսկ հայտնվել են շախմատային պատառաքաղի իրավիճակում։ Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին ճեպազրույցի ժամանակ ինքը հայտարարեց, որ իր կարծիքով նոր սահմանադրությունը չպետք է ունենա անկախության հռչակագրի հղումները, բայց նաև նշեց, որ դա իհարկե պետք է որոշի ժողովուրդը։ Մենք տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը համաձայն չէ այն ժամկետներին, որի մասին խոսում էր Փաշինյանը վերջերս իր հարցազրույցներից մեկում 2027 թվական, եւ Ադրբեջանը շարունակաբար մեծացնում է այդ ճնշումը, եւ Հայաստանի իշխանությունները կարծես թե հստակորեն ենթարկվում են այդ ճնշումներին, հա։ Փաշինյանի հայտարարությունը, որ անկախության սահմանադրությունը չպետք է ներառի անկախության հռչակագրի դրույթները, դա արդյոք պետական դավաճանություն չէ։ Տեսեք, նախ սկսենք այստեղից, Փաշինյանը կամ իր թիմակիցները լավ կլինեն այս հարցադրումը բարձրացնեն, հա։ Ով է Նիկոլ Փաշինյանը։ Այո, նա վարչապետ է, բայց արդյոք նա սահմանադրագետ է, իրավագետ է, գիտնական է, ով կարող է նման եզրահանգումների գալ։ Բնականաբար իր մասնագիտական պատրաստվածությունը, հետագիծը իրեն թույլ չեն տալի նման կարծիք ձևավորելու,
ու փաթաթելու մեր պետության ու ժողովրդի պարանոցին։ Դա մեկ։ Երկրորդը, տեսեք, անկախության հռչակագրի արտացոլումը մեր սահմանադրության մեջ 1995 թվականի նոր ընդունված սահմանադրությամբ եղել է մեր հիմնադիր նախահայրերի եւ այդ ժամանակ գործող սահմանադրական հանձնաժողովի շատ գեղեցիկ եւ նուրբ իրավական լուծումը, որով իրենք իրավական հենք են տվել մեր անկախության հռչակագրում ամրագրված հենասյունային սկզբունքներին։ Եվ դա կատարվել է բավականին երկարաժամկետ աշխատանքների արդյունքում, անգամ ես երբ խորհրդակցել եմ կամ արխիվային նյութեր եմ ընթերցել, այն ժամանակ հանձնաժողովը որդեգրել է աշխատանք, ունենալու հեռախոսային զրույցներ քաղաքացիների հետ, ներկայացնելով այս կամ այն դրույթը սահմանադրության ու հավաքագրելու կարծիքներ, արդյոք քաղաքացիները դրան դրական են վերաբերում, թե բացասական։ Ու հենց անկախության հռչակագրի հղման վերաբերյալ նախաբանում կարգավորումը այդ ժամանակ գործող հանձնաժողովի անդամների բացարձակ մեծամասնության համաձայնությանն է արժանացել։ Այսինքն ակունքում կա նախապատմություն հանրային հաշվետվողականության, ներառականության սկզբունքների վրա հիմնված։ Հիմա գալիս ենք մերօրյա իրականություն։ Փաշինյան, սահմանադրության վերաբերյալ կարծիքներ ու փաշինյանական իշխանություն ու սահմանադրական փոփոխությունների գործընթաց։ Մի հատ կառաջարկեի հետհայացք նետենք 2018 թվականից։ Այո, իրենք շահարկում են, որ որպես իշխանություն, քաղաքական ուժ գալով իշխանության 18 թվականից ի վեր իրենք ունեցել են օրակարգում սահմանադրական փոփոխությունների հարցը։ Բայց լրիվ այլ էր այն ժամանակ թիրախավորումը։ Տեսեք, սահմանադրական փոփոխությունները այո, իրենք ունեցել են իրենց օրակարգում, բայց երբեք իրենք չեն խոսել նոր սահմանադրության ընդունման մասին։ Նոր սահմանադրությունը օրակարգ դարձավ, հիմա այս կոմպոնենտով եմ խոսում, սահմանադրական փոփոխություն, նոր սահմանադրություն։ Նոր սահմանադրությունը օրակարգ դարձավ նախորդ տարի, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այլևս իրենց համար օրակարգ են դարձնում ու քննարկելի է նոր սահմանադրություն ընդունումը, ու այդ հայտարարությունը ուղղակիորեն հաջորդեց Իլհամ Ալիևի հայտարարությանը ու պահանջին Հայաստանի Հանրապետությանը իրականացնելու սահմանադրական փոփոխություն վերացնելու պահանջատիրությունը, տարածքային պահանջատիրությունը իրենց նկատմամբ։ Դրանից բացի Նիկոլ Փաշինյանը նաև նախորդ տարի 24 թվականին հայտարարեց, որ խորհրդարանական կառավարման ձևը իրենց համար ընդունելի է եւ չեն գնալու կառավարման ձևի փոփոխման ուղով։ Այսինքն, ինչն է տարբերությունը սահմանադրական փոփոխության ու նոր սահմանադրության ընդունման։ Տեխնիկական տարբերություն կա։ Եթե իրենք իրականացնում են սահմանադրական փոփոխություն, իրենք կարող են նոր խմբագրությամբ շարադրել սահմանադրության տեքստը, ինչպես օրինակ 15 թվականի սահմանադրության փոփոխության տեքստն է, բայց կաշկանդված են մեր սահմանության նախաբանում ու անփոփոխելի դրույթներում փոփոխություն կատարելու։ Արդեն սա փաստ է, որ երբ փոխում են օրակարգը նոր սահմանադրության մասին են խոսում, բնականաբար իրենք խնդիր ունեն սահմանադրության նախաբանում փոփոխություն կատարելու։ Մեր անկախության հռչակագրին հղումը սահմանադրության մեջ այսօրվա հենց մեր սահմանադրության նախաբանում է, որը 95 թվականից ի վեր փոփոխության չի ենթարկվել։ Այսինքն սա առաջին փաստական պնդումը ու հավաստումը մեր խոսքերի սկսած նախորդ տարվանից, որ Նիկոլ Փաշինյանը նոր սահմանադրության օրահարցը բարձրացրեց թուրք-ադրբեջանական պահանջատիրության հիման վրա։ Հիմա այս ներկայացրեցի սահմանադրության փոփոխություն, նոր սահմանադրություն, համեմատական համադրությունը ու առաջին հիմնավորումը, թե ինչու է սա բացառապես պայմանավորված թուրք-ադրբեջանական պահանջատիրությամբ։ Երկրորդ, ունենք գործընթաց սահմանադրական փոփոխությունների, չէ՞։ Սահմանադրական փոփոխություն, էլի 18 թվականից եկող իդեպ։ Այդ ընթացքում իրենք հասցրել են երկու սահմանադրական բարեփոխումների խորհուրդ ու հանձնաժողով ձևավորել։ Առաջինը կազմալուծվեց հետպատերազմյան շրջանում, եթե չեմ սխալվում, իրավագիտնականների դրա կազմից դուրս գալու հիմքով։ Դրանից հետո նորը ձևավորեց, այդ ամենը ձևավորվել է վարչապետի որոշման հիման վրա, որով կային սահմանված ժամկետներ, որ 24 թվականի մինչև մայիս պետք է ներկայացվեր սահմանադրական փոփոխության հայեցակարգը, 24 թվականի մինչև ավարտ պետք է ներկայացվեր սահմանադրության նախագիծը։
Այդ ժամկետները անցան, ոչ հայեցակարգ ներկայացվեց, ոչ սահմանադրության նախագիծ։ Դրանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը նոր սահմանադրության մեկնարկը տվեց, որոշ ժամանակ անց այդ որոշման մեջ փոփոխություններ կատարվեցին, նոր ժամկետներ նշվեցին 26 թվականի մայիս նոր սահմանադրության արդեն ոչ թե սահմանադրական փոփոխության հայեցակարգ, մինչև տարվա վերջը 26 թվականի սահմանադրության նախագիծ։ Դրանից հետո Արտադրության նախարարը վերջերս հայտնեց, ունենք իրավական ակտ, ունենք ժամկետ, որ պետք է մինչև մայիս կամ հունիս ներկայացնեն հայեցակարգը։ Արտադրության նախարարը վերջերս հայտարարում է, որ ինքը որոշել է, որ հայեցակարգ իրենք չեն ներկայացնելու ու չեն պատրաստելու։ Միանգամից իրենք նախագիծ են պատրաստում, այսինքն ըստ էության գլխավոր իրավաբանը մեր պետության իրենց կողմից նշանակած առանց աչքը թարթելու հրապարակայնորեն հայտարարում է, որ ինքը խախտում է իրենց կողմից ընդունած իրավական ակտը, այն դեպքում, որ այս ակտը արդեն բազմակի անգամներ իրենք խախտել են։ Երկրորդ, այս նույն վարչապետի որոշմամբ կան սահմանված այդ խորհրդի հանձնաժողովի գործունեության սկզբունքներ, դա թափանցիկությունն է, դա հանրային հաշվետվողականությունն է։ Ուրեմն մեր երկրի գոյության ընթացքում Հայաստանի Հանրապետության որևէ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով այսքան գաղտնի հանրությունից մեկուսացված ու փակ չի աշխատել։ Իրենք ըստ էության զավեշտը, ու այդ երկակի ստանդարտն ու մոտեցումը ու երեսպաշտությունը մեր հանրության նկատմամբ ինչու է կայանում, որ իրենք պնդում են, արդարանում են, որ իրենք ինչ եկել են իշխանության ունեն օրակարգում սահմանադրական փոփոխությունը, սա նորություն չէ, որ իրենք ասում են, ու այս արդեն 6 տարիների ընթացքում 18 թիվն է, մենք 25 թվում ենք արդեն, այսինքն 7 անգամ տարիների ընթացքում իրենք անգամ մեկ դրույթ թղթին տրված չեն ներկայացրել մեզ, թե ինչ փոփոխություն են պատրաստում անել։ Եթե դու եղբայր գնում ես նոր սահմանադրության ընդունման ճանապարհով, դու պետք է այնպիսի կմախքային փոփոխություններ ունենաս պատկերացրած, որ դրանք կպայմանավորեին նոր սահմանադրության ընդունումը։ Դու չես կարողանում անգամ մեկ օրինակ բերես, թե ինչն է, ասեմ, առաջին անգամ Նիկոլ Փաշինյանը երեք կարծես բերեց այդ մեկ օրինակը։ Օրեր առաջ էլի Արտադրության նախարարը լուրջ քաստում հյուրեր հաղորդաշարում։ Հումորով տղաներից մեկը հարցեց, ասեց կարող է երթվյալ ատնակալների ինստիտուտ եք ներդնում։ Իհարկե հումոր է, բայց զավեշտի աստիճանի է հասնում։ Ինչին Արտադրության նախարարը բացասական պատասխանեց եւ ասեց, որ այդպիսի հարց չի քննարկվել եւ մեր տիպի երկրներում, որտեղ սոցիալական կապերն այդքան շատ են, այդ ինստիտուտը դժվար կաշխատի։ Դրանից անմիջապես հետո երկրի վարչապետը բարձր ամբիոնից ազգային ժողովի ասում է, ինչու ոչ, մենք պետք է երթվյալ ատնակալների ինստիտուտ ներդնենք։ Ով է ասել, որ այդ սոցիալական կապերը մյուս բնագավառներում չկան ու խանգարը են։ Անգամ կարող ենք եզրահանգում անել, որ նայել է լուրջ քաստը եւ գաղափար է իր մոտ ծագել, հասկանում եք ինչպիսի իրականությունում ենք ապրում։ Ու այստեղ զավեշտը ամենամեծ կայանում է նրանում, որ ինքը այդ քննարկելի վրթովված մակարդակում առաջի անգամ ինչ որ նյութական նորմ է ներկայացնում, որ իրանք պատրաստում են տեսքի տալ ու կյանքի կոչել։ Իրենք օրինակ ասում է նախարարը մենք սոցիալական իրավունքներն ենք ընդլայնում։ Հարցանում են, ասում են՝ մի հատ օրինակ կբերեք, չի տալիս այդ մեկ օրինակը։ Ասեմ ավելին, այն դեպքում, երբ մեր սահմանադրության մարդու իրավունքների գլուխը 15 թվականի ճանաչվել է Եվրոպայի լավագույն օրինակներից մեկ մասնագետ Եվրոպայի խորհրդի մասնագետների կարծիքով։ Դրանից ավելին անցնենք, այսինքն մենք ունենք էլի Վենետիկի հանձնաժողովի հսկայական, ինչպես ասում են, բազա կարծիքների, մոտեցումների, տարբեր երկրներից նոր սահմանադրությունների ընդունման ու սահմանադրական փոփոխությունների համատեքստում, որտեղ կարմիր թելով կրկին անցնում է ու ամենտեղ նշված է, որ պետք է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովները, խորհուրդները ունենան աշխատանքային սկզբունքներ։ Այդ սկզբունքներն են թափանցիկությունը, հանրային հաշվետվողականությունը ու ներառականությունը։ Ներառականությունը ենթադրում է, որ այդ process-ին պետք է մասնակից դարձնեն երկրում գործող բոլոր քաղաքական ուժերը, ընդդիմադիր թե իշխանական կամ կոալիցիոն, այդ երկրում գործող մասնագիտական համայնքները, հասարակական սեկտորը, իրավական գիտական հանրույթը։ Իսկ մենք ինչ ունենք։ Ունենք շուրջ 7 տարի ու 7 տարի բացարձակ մեկուսացված աշխատանք։ Այստեղ նաև հերթական զավեշտը կայանում է նրանում, որ օրինակ 13-15 թվականների սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքին
որը բավականին պրոֆեսիոնալ կերպով էր կազմակերպված։ Ես էլ պատիվ եմ ունեցել լինելու այդ հանձնաժողովի քարտուղարության ներկայացուցիչը։ Վենետիկի հանձնաժողովը գնահատական էր տվել, որ այդքան ոչ շատ թափանցիկ ու համագործակցելի է եղել։ Այն պարագայում, երբ այդ հանձնաժողովը յուրաքանչյուր շաբաթ մամուլի հաղորդագրությամբ տվել է զեկուցել է իր աշխատանքների վերաբերյալ, հրապարակել է նախագիծը անմիջապես կներեք, դրանից առաջ հրապարակում արել է գլուխների վերաբերյալ, դրանից առաջ հրապարակում արել է նախագծի վերաբերյալ, ամեն անգամ հրավիրել է այդ մարզային այցեր է կատարել, հանրային լսումներ է իրականացրել, բոլոր առաջարկ ներկայացրած ուժերին ու քաղաքացիներին հրավիրել է նիստերի ու քննարկումներ է կատարել, անգամ համեմատության եզր չկա, հա, ներկայիս իրավիճակի ու աշխատանքի հետ, այն էլ այն դեպքում, երբ մեզ հասկանալի է դառնում, որ որևէ մշակված տեքստ այս պահի դրությամբ չունեն։ Ու ավելի տարակուսելի է, երբ պաշտոնատար անձանց ելույթները լսում ես, հասկանում ես, որ տարական երևույթների ու ինստիտուտների վերաբերյալ իրենք իրավական պատկերացումները տրամաբանության չունեն այդ մարդիկ։ Ու տարակուն սում ես, ոնց են իրենք պատրաստվում գրել նոր սահմանադրության տեքստ, որովհետև կրկին ընդգծում եմ, բացի այն հիմնավորումից, որ այդ նոր սահմանադրությունը պայմանավորված է թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջատիրությամբ, ուրիշ որևէ այլ նյութական նորմալ հիմնավորում մեզ չեն ներկայացրել։ Ու երկրորդ մեդալի երկրորդ կողմն ու վտանգն էլ այն է, որ մեր հանրությանը իրենք փորձելու են ու փորձում են հիմիկվանից խաղարկել, որ նոր սահմանադրությունը իրենց խաղաղության գրավականն է, այսինքն հարցադրումը հետևյալ կերպ են, հա, ուղում հանրությանը, կամ նոր սահմանադրություն, կամ պատերազմ, կամ եթե ուզում ես խաղաղություն, ընտրիր նոր սահմանադրություն։ Հարգելի քաղաքացիներ, բնավ այդպես չէ։ Ու տեսեք, եթե իրենք փորձեն գնալ այդ ուղով ու դժբախտության հանգրվանենք, որ հանրաքվեի իրավիճակ լինի, այդ նոր սահմանադրությունը ու անկախության հռչակագրից հրաժարումը, ես համոզմունք ունեմ, որ մեր թշնամի պետությունների համար նոր իրավական հիմք են տալու, վիճարկելու ընդհանրապես մեր պետության, որպես իրավական պետության գոյության հարցը, որովհետև դրանով մենք հրաժարվում ենք մեր պետության ծագումնաբանության ու ակունքում գտնվող իրավական ակտերից։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Նմանապես։ Իմ հյուրն էր սահմանադրագետ պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի համահիմնադիր Գոհար Մելոյանը, ծեսեր Դավիթ Ֆիդանյանը, բաժանորդագրվեք Antifake YouTube-յան ալիքին, կհանդիպենք։